սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Այս Ծառուկյանի խոսալն եմ լսում, ասում է թոշակները անվճար կլինի։ Լավ դոդ մարդն ուժելի կարա այդ աստիճանի դոդը լինի, ասում է թոշակները անվճար, լավ դու լուրջ ես էդի ասում։ Ասենք լավ, հələ էդի միտեղ հələ գողի դրած, հələ մի հատ թող մեկը գա ինձ ասի, որ դու այս 25 տարվա մեջ, բացի Աբովյանը ու հարակից տարածքները լափելուց, դու ուրիշ գործողություն արել ես այս քաղաքի համար։ Քո փեսու վախտով, որ մարզպետ էր, այն մյուսի վախտով, որ սաղ աշխատում էին քո համար, այն որ սաղ լավ հողերը սաղ իրար մեջ եք արել, սաղ իրար նվեր եք տվել, չգիտեմ, բարեկամներ, խնամիներ, փեսեք, բաջանաղներ, եսի մինչեր, թող հələ մեկը ասի, որ դու բացի եղ ու բրինձից, այս ժողովրդի համար ինչ-որ մի բան արած կաս, հերիք է էլի, հերիք է, դոդ խոսալը պայտնեցիքիդ համար։ Շատ սիրելի վարչապետ ջան, շնորհավորում եմ ձեր տարեդարձը, ձեզ ցանկանում եմ առողջություն, ուժ, եռանդ, ուզում եմ, որ դուք միշտ ամուր կանգնեք ձեր ոտքերի վրա, ինչպես որ կանգնած եք, ձեզ շատ շատերը փորձեցին հալածեն, ձեզ շատ շատերը փորձեցին կոտրեն, բայց դուք չկոտրվեցիք, դուք ամուր կանգնեցիք ձեր ոտքերի վրա, ուզում եմ դա շարունակական լինի, ուզում եմ իմանաք, որ մենք ձեզ շատ սիրում ենք ու միշտ ձեր կողքին ենք, անկախ ամեն ինչից, ես իմ անունից եմ ասում, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դեմ դուրս գա ձեզ, ես միևնույնն է ձեզ դեմ դուրս չեմ գա, միշտ ձեր կողքին կքայլեմ, միշտ ձեր հետ կլինեմ, քանի որ իմ երկրի միակ վարչապետն եք, ով խաղաղություն բերեց ազգիս, ես ձեզ շատ սիրում եմ։ Սփյուռքից կամ ավելի ճիշտ Ռուսաստանից ուղարկված հայեր, ում որ փողը տվել են, ուղարկել են Հայաստան, որպեսզի ընտրեն Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Սիրելիներս, դուք ձեր ընտրությունը վաղուց կատարել եք, մեզ թողել եք մենակ Հայաստանում ու գնացել եք Ռուսաստան ապահով կյանք փնտրելու։ Ձեր ընտրությունը էդ է։ Դուք ստեղ մի որ փորձեք որոշեք մեր կյանքը, մեր ճակատագիրը, թե ով պետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Այն որ Հայաստանի քաղաքացիություն ունեք դեռ, չեք հասցրել 10-ով կանեք ռուսական պասպորտի։ Այդ չի նշանակում, թե իրավունք ունեք որոշեք մեր փոխարեն մեր ճակատագիրը։ Կամ եթե մի քիչ մաքրություն, անկեղծություն, արդարություն կա ձեր մեջ, հայրենասիրություն կա, մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի նկատմամբ հոգատարություն դեռ մնացել է, գնացեք ընտրության, քվեախցիկում ոչ մեկ ձեզ չի հետևելու, ոչ մեկ ձեր քվեարկությունը չի իմանալու, թե ում եք ընտրել։ Ընտրեք Նիկոլ Փաշինյանին համար 16-ին։ Մի փչացրեք այն, ինչ որ մի կերպ ժողովուրդը կարողացել է հասնի լավ ու վատեղնելով, արուն քրտինկով, զոհերով, տանջանքով, ցավով, մի կերպ կարողացել ենք հասնել այս վիճակին, չփչացնեք։ Ձեր ընտրությունը մեր վրա է ազդելու, դուք նորից հետ եք գնալու այնտեղ, Պուտինի հետ փաթաթվեք, ապրեք, ու ռուսական պասպորտի 10-ով կանեք, բայց մեզ էլ ստեղ թողելու եք կրակը, այս արնախումների ձեռքը, ձեր բարեկամներին, ձեր հարազատներին, հաստատ ամեն մեկը մի քանի ընտանիք բարեկամներ դեռ ստեղ մնացած կլինի ձեզանից։ Մի որոշեք մեր ճակատագիրը, ձեր ընտրությունը կատարեք համար 16-ին քաղաքացիական պայմանագրին, ոչ մեկ չի իմանալու, փակ գաղտնի քվեարկություն է ու թողեք նորից հետ գնացեք։ Այդտեղ ձեր քարը կեղնի, որ եկաք Հայաստան, ձեր հարազատներին, բարեկամներին տեսաք, թողեցիք գնացեք։ Բայց չփորձեք փչացնել այն ամեն ինչը, ինչին որ մենք մի կերպ հասել ենք։ Իսկ ինչ մնում է կաշառք վերցնողներին ու տվողներին, դուք մեղք չեք իհարկե, ձեր երեխեքն են մեղք, որ դուք հեսա գնալու եք մի 7-10 տարի նստեք, հանցագործ, կեղտ, այդ ձեր հոգեբանությամբ, ձեր երեխեքը անտեր են մնալու, կոնե ձեր երեխեքի մասին մտածեք, այ ապուշներ։ Հայաստանի թշնամիներին եք փնտրում։ 44 օրյա պատերազմ, որովհետև դա հրահրվեց Հայաստանի կողմից,
չեմ կասկածում։ Էլի դուք Հայաստանի թշնամիներին մի փորձ եք փնտրել Հայաստանից դուրս, դրանք հենց Հայաստանի ներսում են, իդեմս Ռոբերտ Քոչարյանի և ընդդիմության մյուս առաջնորդների, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ստանձնել Ադրբեջանի փաստաբանի պարտականությունները և մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, այնպես էլ այն անուղեղ Կալուգացին է փորձում օրակարգային հարց սարքել 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման, մի բան, որ իրականում գոյություն չունի և չի կարող ունենալ, էս են սրանք Հայաստանի Հանրապետության թշնամիները։ Ուժեղ օլիգարխների եռյակին իրենց ուժեղ տղա լինելն ապացուցելու մի տարբերակ էլ ես առաջարկեմ։ Թող Գագիկ Ծառուկյանը, որի տղան փախած է հայկական արդարադատությունից եւ թաքնվում է Բելարուսում, հրապարակավ դատապարտի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, ըստ որի իրենք 44-օրյա պատերազմը պլանավորել են Ադրբեջանի հետ միասին։ Կամ թող ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը մի օր փորձվի թեկուզ մանր փոքր հարցով, ինչ որ հարցով քննադատել Կալուգա քաղաքի հարկայինի պետին, նալոգովու պետին իրենց լեզվով ասած։ Կամ թող արյունարբու օլիգարխ Ռոբերտ Քոչարյանը մի օր առանց Լևոն Տեր-Պետրոսյանի օգնության հայր մերը ասի։ Մենք հիմա քանակերզեիթ ունում ենք, մի պահ ցույց տամ ժողովրդիցս հատված, ժողովրդից սկիզբն ու վերջը չի երևում, մի փոքրիկ հատված ցույց տամ, նայեք ու խոսքը շարունակեք։ Նայեցիք, հիմա տեսնում եք ոնց են ժողովուրդս մեր վարչապետի հետ հարաբերվում, տեսնում եք սերը ժողովրդի դեպի վարչապետ ու վարչապետի սերը դեպի ժողովուրդ, երեխաներին տեսնում եք, ուզում հիշեցնեմ, եթե կա Հայաստանի Հանրապետությունում որևիցե մարդ, որ այս քաղաքական տեսակետի ու այս սիրո համար մեր այս ժողովրդին հայհոյում է, ինքը բարոյական օրենքներից զուրկ մարդ է, ընդամենը միած սթափեք քաղաքական հայացքներով մարդկանց չեն հայհոյում, ու հիշեք, որ եթե դուք այդքան սիրում եք ձեր հայրենիքը, ինչքան որ մենք ենք սիրում, ուրեմն մենք իրար չունենք վիրավորելու, մենք իրար չունենք հայհոյելու, քաղաքական տեսակետի համար առավել եւս։ Ու հիշացնեմ, երբ որ ես խոսում եմ ժողովրդիս անունից, ասում եք դու ժողովրդի անունից մի խոսա, հիշացնեմ ձեզ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդի իշխանությունն է 2018 թվականից հեղափոխությունից ի վեր ու ինչքան ընտրություն եղել է մեծամասնություն է կազմել քաղաքացիական պայմանագիրը միջև հիմա եւ շարունակելու է իսկ մեծամասնություն կազմած իշխանությունը ու իշխանության մասնիկը որը նաեւ ժողովուրդն է իրավունք ունի խոսալու ժողովրդիս անունից Իսկ հիմա 2026-ին բոլորս միասին ընտրում ենք 16-ին դեպի հզոր, դեպի երջանիկ, դեպի քաղաքակիրթ, դեպի բարեկեցիկ ու խաղաղ Հայաստան